Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում ազատ շփումն է։ Դե ինչ, իմ կարծիքով բոլորդ արդեն հասցրեցիք տեսնել, դիտել Երևանի քաղաքապետարանում ավականիների միջև ծեսկրտուկի տեսարանները, փոխադարձ վիրավորանքների եւ սուր վիրավորանքների։ Այստեղ եթե մի քիչ ուզենանք պոզիտիվ մոտեցում ցուցաբերենք, պետք է ասենք ժողովուրդ ջան, ամեն ինչ մեր համար են անում, ամեն ինչ։ Տեսնում եք ինչ շոուներ են կազմակերպում մեզ համար, որ մենք նստենք, նայենք, ծիծաղենք, ժպտանք, լավ դրական sense բանով ժամանակ անցկացնենք։ Իսկ եթե փորձենք լուրջ մոտենալ, սա աղետալի է։ Աղետալի է նախ քաղաքական ըմբռնողունակության առումով։ Ծեսկրտուկները աշխարհի բազմաթիվ խորհրդարաններում, համայնքապետարաններում լինում են, բայց գիտեք, պետք է հասկանալ քաղաքական մասը որտեղ է հասել, որ որոշել են sense վիճել ու արդեն բասկամարտի բռնվել։ Ուրեմն խնդիրը խորքային առումով կայանում է հետևյալում. իրենց ընդդիմադիր հռչակած տարբեր լրտեսների կուսակցություններում գրանցված անձնավորությունները փորձում են իրենց էլեկտորատին գոհացնելու համար իրենց արևին սուր ելույթներ ունենալ, բայց երբ որ սուր ելույթ իրենց հասցեին են լսում, վայ մի հատ խառնվում են իրար, վայ մի հատ ոնց էսում ասեցիր, արա։ Այ խնդիրը հենց քաղաքական տգիտության մեջ է։ Այսինքն որ մինչև հիմա չեք հասկացել, որ ցանկացած ազդեցություն ունի հակազդեցություն։ Սա ամենապրիմիտիվ բանն է, որը դեռևս հնագույն մտավորականները մի 3000 տարի առաջ արձանագրել են, տաշելով։ Այդ ժամանակ գրիչ թուղթ էլ չի եղել։ Հիմա ձեր մոտ դարձյալ գրիչ թուղթ չի, արդեն համակարգիչ է, այդ գրիչ թուղթը եկել ու անցել է։ Դուք դեռ այդ տարական բանը դուք կոչվում եք քաղաքական գործիչներ։ Հիմա մտնենք որի տանունով Վիկիպեդիայով խփենք, աննես մի հատ շքեղ բան կենսագրություն կբերի, բայց տակը դատարկ։ Տակը դատարկ, ահա ձեր որակական հատկանիշները։ Ուրեմն լսեք, երբ որ դուք փորձում եք ինչ-որ թեմա բացել ու սուր ելույթ ունենալ, բան, նախապատրաստվեք կամ մինչև ելույթ ունենալը մտածեք, ֆիքսեք ձեր թույլ տեղերը, որովհետև հանգիստ կարելի է մտածել, որ այս ինչ մասով ես թույլ եմ, հնարավոր է ինձ էլ այդտեղ հարված են, հասկանա, որքանով եմ պատրաստ ընդունել դա։ Այս հաշվարկները փորձեք, գիտեք, կարող եք դուք ձեր խմբով մի հատ փորձել։ Խմբով մի սենյակում նստեք, պարապեք, պարապվեք, ավելի ցանկալի է, կրթվեք։ Եթե դու ունենում ես սուր ելույթ, դու պիտի սպասես քո հանդեպ ու պիտի ընդունես, չես կարող չընդունել, դու քաղաքական գործիչ ես։ Սա տարական բաներ են, որոնց որ պիտի տիրապետի առաջին ոդկա հանրային դաշտ դնող կամ քաղաքական դաշտ դնող ցանկացած քաղաքացի։ Հիմա դուրս եք եկել, էսա ձեր տոկոսները դուք չունեք, չգիտեմ, Երևանի մասին է, գիտեք, ես օրինակ այսօր ահաբեկված առավոտյան ընթերցում եմ մի հատ նյութ, սես Երևանի մասին, օրինակ գրված էր հայտարարություններ արած, որ հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փոստերում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։ Ժամերը նայեք, առավոտյան 6:30-ից 9-ը Հանրապետության փողոցը, բանը Արամի փողոցի Խաչմերուկից մինչև Վազգեն Սարգսյան փողոց, Փավստոս Բյուզանդի փողոց, 7:30-ից 10:00 Խանջան փողոց, Տիգրան Մեծի պողոտա, Երվանդ Քոչարի փողոց, 7:30-ից 10:30 Ալեք Մանուկյան փողոց, Ավետիք Իսահակյան փողոց, Տերյան փողոց, Թումանյան փողոց, Աբովյան փողոց, 08:00-ից 12:00 Վազգեն Սարգսյան փողոց, Բեյրութի փողոց, Արգիշտի փողոց, Մաշտոցի պողոտա, Հակոբ Պարոնյան փողոց, Պռոշյան փողոց, Մարշալ Բաղրամյան պողոտա, Մոսկովյան փողոց, մինչև Մաշտոցի պողոտա։ Նշված փողոցների փակման հետևանքով հնարավոր է նաև երթևեկության մասնակի սահմանափակումը, որն է կայծակնահար վիճակ։ Հարակից փողոցներում
այդ թվում Ամիրյան Խորենացու եւ Գրիգոր Լուսավորչի փողոցներում Երևանի քաղաքապետարանն է սա ասում։ Առավոտյան արթնացել եմ, պիտի գամ աշխատանքի, ահաբեկված եմ, ես հասկանում եմ, որ քանի ամառվա շրջանա եւ ուսանողական կյանքը եռուն չի ու քաղաքը կարելի է ինչ որ կերպ մի փոքր ծանրաբեռնված տանել, ամառ անցկացնել ունենալու համար մի քիչ արդեն լավ որակով հիմնական փողոցներ, կամուրջը Կիևյան, մյուսը, այս ամեն ինչը երևի թե ցանկացած վարորդ, ցանկացած քաղաքացի գիտակցում է լուռ ու մունջ, առանց իրար վիրավորելու, առանց որևիցե մեկին հիշելու, վեր են կենում, մի փոքր շուտ են փորձում աճապարել, որ հասնեն գործի։ Բոլորը ամեն ինչ հասկացել են, բոլորը ամեն ինչ։ Բայց սա կարդում ես, ասում ես լավ, ես ո՞նց եմ հասնելու գործի։ Քանիսին պիտի դուրս գամ, զապասով լավ 2 ժամ, բայց էսի ոնց որ ավելի բարդ է։ Այս մտորումների մեջ ես ու տենում ես քաղաքապետարանում, ընկել են, այ դուք համապետական ընտրություններին այսքան տոկոս հավաքեցիք, դուք լեգիտիմություն ունեք, դուք չունեք, որովհետև դուք Դա հավաքանիներ եք, մի հատ դուրս եկեք այս նշված փողոցները։ Տեսեք ոնց է կարգավորում, ժողովուրդը ոնց է իր կենցաղը կարգավորում։ Առանց մանիպուլյացիաների շփվեք քաղաքացու հետ, հենց իր մասին, ոչ թե ձերը պարտադրելու, այլ հենց իր մասին, տվյալ քաղաքացու մասին։ Այս ինչ աշխատանքն է, այս ինչ ձև է, այս ինչ մոտեցում է։ Ճանապարհները փակել գործ պիտի անեք, դուք գնացել այնտեղ իրար միս եք ուտում։ Սա բացահայտ արհամարանք է Երևանի բնակչի վրա ու 27 թվականի ընտրություններին որևիցե մեկը չհամարձակվի բնակչի մասին բան խոսի։ Թե իբր դուք տենց մտածում եք, այս ամեն ինչը հանելու ենք ճոպստենք դեմքներից, քաղաքացին ենք, Դուք եք գալու դուռներս թակեք, ձայն խնդրելու։ Համապետական ընտրությունները, համապետական ընտրությունների մասնակիցները հարցերը լուծում են։ Մի մասը սահմանադրական ադիմ է, իրավական ճանապարհներով գնում են։ Դուք Երևանի համայնքապետարանում եք, ինչից ես խոսում։ Դուք հասկանում եք, դուք որ շենքում եք գտնվում։ Դուք հասկանում եք, որ այս ոչ տարոնի վախտերն է, ոչ գալուստի վախտն է, ժամանակներն է, ոչ որևիցե մեկի։ Ու այդ գողական գողականը փողոցի խուժանավարի պանյատներով հետ կարիք չկա կամերաների դեմը առնվազն տեսախցիկների առաջ նստել այդպիսի տեսարաններ բանանել։ Զուսպ եղեք, գիտեք չեք կարա ձգեք խոսակցությունը, պատրաստ եք ձեր հանդեպ բան լսելու, դուք էլ մի խոսեք։ Կամ ընտրեք թեմա, ձեզ վերաբերելի թեմա։ 23 թվականին բոլորդ ինչ ասես խոստացել եք։ Բոլորդ ինչ ասես խոստացել եք։ Մինչև այսօր, եթե հանենք մի քանի աշխատանքներ իշխանության կոալիցիայի բանից, մնացածը մինչև այսօր մի հատ աշխատանք եթե արել եք, քաղաքացուն խաբելն է եղել տրանսպորտի մասով։ Վերջ։ Գնալ չգիտեմ ճկույտներով ես իմ ինչ քանդելը, շենքը դեռ շահագործման չանցնած ավարտական ակտ չստացած գնալու, վայ տեսեք փող են լավես կապիկություններ անելը, մեյմունություն անելը, բացի սրանից դուք ուրիշ բանով զբաղված չեք եղել, բայց 5 տարվա ընթացքում էլ մեկը տեկեք մի հատ դուռ թակեք, մեկի դուռը թակեք հարց տվեք, ասեք հիշում եք ինձ, Ես այն ժամանակ ձեզ բուկլետ եմ տվել, բան եմ խոստացել։ Բայց ինչ ծև է, ինչ շնորհք է։ Կամ հասարակ բան ասեմ, էլի։ Դուք ձեր մոր հետ, ձեր ընտանիքներում, ձեր կանանց, երեխաների ներկայությամբ, դուք տենց եք շփվում։ Տան մեջ այդ լեքսիկոնն եք օգտագործում։ Բա այնտեղ կին անդամներ կան, բան կան։ Հեշ պետքները չի խառը,
Աշխատողներ կան, այնտեղ լրագրող կա վերջո, բան կա, օպերատոր կա, կանայք են։ Էսի չեք անում։ Այսինքն դուք ամեն ինչ անում եք, որ որևիցե կին չցանկանա քաղաքականությամբ զբաղվի, որովհետև այնտեղ ձեր նման անշնորհքներ կան։ Ասենք ենթադրենք ոչ մեկի վրա որ չտանեմ, իմ օրինակով բերեմ։ Ենթադրենք իմ կինն է քաղաքականությամբ զբաղվում, ավականու անդամ է։ Դուք հասկանում եք այդ բրջովդ, որ այդ լեքսիկոնով այդտեղ լինեք, որտեղ իմ կինն է, ու այս ձեր բանանեք, ցուցադրեք։ Դուք հասկանում եք ինչ տեղի կունենար։ Բոլորիդ կանանց կարելի կլիներ հավաքել մի վայրում ու աշխարհի վերանից եկած այնքան կացե ու վստահ եղեք այնպես կացե դուք ձեր բարերով կնստեք սովորելու գրի կառնեք Ուրեմն պահանջում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին մատ հավաքեք ձեզ կամ կպեք գործերից չեք կարողանում ռադներդ քաշեք այդտեղից բոլորդ Բոլորը ովքեր այսօր իրենց բերանները ապրծպր թույլ են տվել իրենց բացեն։ Բոլորը ովքեր չեն կարողանում տեղները տիտիկ անեն ամեն մեկը իր ելույթը ասի գնա։ Բոլորը ովքեր խոսում են մենակ բայց չեն կարող լսել։ Կարող է նենց անեք հանրությունը ոտի կանգնի առասարակ 27 թիվ չհասնի Երևանի ընտրությունները հավականու։ Սա անմիջապես բնակչի վրայա անդրադառնում, քաղաքացու վրայա անդրադառնում, ձեր ցանկացած լկտի պահվածք։ Մեկը որոշում այդպես նորմալ է, մեկը դատապարտում է, այն ով որ որոշում այդպես նորմալ է, իր պատկերացումը քաղաքականության մասին լինում է դա։ Եվ եթե դուք քաղաքական գործիչներ եք, դուք պետք է սրտացավ լինեք, որ հանկարծ այդ պատկերացումը չունենան ձեր հանդեպ, ձեր մասին։ Նիստի են եկել։ Մի օգտակար բան մեկը, մի առաջարկ օգտակար չեք ներկայացրել։ Քաղաքական ուժ է, իրենց ղեկավարը մեղադրվում է լրտեսության մեջ։ Իրանք եկել հավաքանու նիստին, ճվճվոցներն են դրել։ Ջայլամի պես գլուխներդ պիտի մի բանի մեջ մծնեիք չերևայիք։ Այնքան վստահ չեն իրենց վրա։ Հիմա ես Անդրանիկ Թևանյանի այդ խմբավորմանն եմ ասում, քաղաքապետարանում նստած ու ճվճվացող, ձեզ եմ ասում, դուք իրավունք ունեք խոսել, ով քանի ձայն է հավաքել, դուք, որ այնքան քաջություն չեք դրսևորել, որ ընտրությունների ժամանակ ուրիշ կուսակցության ցուցակով եք գնացել։ Ուրիշի հետ դաշինքով չէ, դաշինքով գնայք, գիտեիք, որ առասարակ տանշեմից կարող է չանցնեիք, որ մնաց թե ընտրական շեմը անցնեիք։ Իրաց ցուցակով, այսինքն ձեր ամեն կուսակցություն ունի իր գաղափարական հենքը, չէ։ Այո, կարող են լինել որոշակի նմանություններ, բայց կառավարման արդյունքում առհասարակ կոալիցիան դաշինք այնքան էլ արդյունավետ բան չի։ Էդի միշտ էլ ապացուցվել է դա։ Բայց գնում են մարդիկ դրան, երբ որ գիտեն, որ չեն ձգի։ Ու փորձում են։ Լավ, դուք գիտեք, որ չեք ձգի ու փորձում եք, դուք որ դաշինքով գնայիք Ծառուկյանի հետ, այդ քանի ձեներ 45,000, էդի սենսնես չեք անցնելու։ Այդ նույն ձենը հազիվ հավաքեք, էդ է ձեր ներուժը։ Դուք եկել նստել եք, բայց դուք բանը, ինչ եք, մանդատագող դուք եք, որ փողով գողացել եք օրինապահ քաղաքացուց, դուք մանդատ եք գողացել
ապաշնոր քաղաքացիների միջոցով եւ փորձում եք այսօր ինչ-որ հարցեր լուծել բավական չի, ձեր լիդերը մեղադրվում է լրտեսության մեջ բավական չի, հիմա էլ կանգնել ավականում, այդ ինչի համար եք տենց անում։ Կարող է այսօր ավելի կարևոր իրադարձություններ լինելու, սենց աղմկում եք, որ այն մյուս կարևորները կորեն գնան արանքից։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին կստանա իր բաժին ներողության խնդրանքը ձեզանից։ Վեր կկենակ ամեն մի խմբակցությունը իր ղեկավարով։ Քաղաքացուց ներողություն կխնդրեք ու կտակ հավաստի խոստումներ, որ ամեն ինչ անելու եք այսուհետ բացառելու համար նման պահվածքը։ Սա Հայաստանի Հանրապետության քաղաքացու պահանջն է ու ուշով հետևելու ենք։ Եթե չբավարարվեց այդ պահանջը, վաղը, այսօր չգիտեմ էլ կասնեք թե չէ, վաղը աշխատանքային օրվա ընթացքում, վաղն է կամ մյուս օրն է, ուրեմն հավատացեք, դուք ստիպված եք լինելու քաղաքացիներին առերես տեսնել քաղաքապետարանի դռան դեմը, ծնկաչոք ներողություն խնդրել հատ առ հատ։ Վեր կկենակ ու հերթով խմբակցության ղեկավարներով հիմնավոր խոստումներով առանց այլևայլությունների այն գիտեք քանի որ բաց առանց այս բաների բառացիորեն ներողություն կխնդրեք Հայաստանի Հանրապետության քաղաքացուց ձեր վատ պահվածքի համար առանց արդարացումների, առանց ուրիշ բառերի, առանց ուրիշ ձևակերպումների։ Սա պետություն է ու մեծ շռայլություն կլինի ինձ համար որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի թույլ տալ որպեսզի այն կառավարվի պանյատներով ինչ-որ որպեսզի այնտեղ քաղաքական ներկայություն փորձի գտնել խուժանը դա ինձ համար մեծ շռայլություն է աշխարհի այս թոուբոհի մեջ, դա կլինի ավականի, կլինի պետական որևիցե ինստիտուտ, նախարարություն, վարչություն, ապարատներ տարբեր տեսակ, ազգային ժողով, ազգային ժողովում, լավ բրդբրդում էին իրար, հələ մի քիչ ավելի ուրիշ ձև են, սրանք դուրս են եկել, լեքտի խոսալ են նայ։ Այ, որովհետև են առաջին անգամը չպատժվեցին օրենքի ոսկեստությամբ կամ եթե պատժելու մեխանիզմներ չկա, դրանից հետո չստեղծվեցին այդ մեխանիզմները։ Եվ այդ բոլոր մեխանիզմները պիտի լինեն մի բանից բխելով հասարակության շահը, ականջները, տրամադրությունը եւ այլն։ Միացնում ենք քաղաքական միտք լսենք, միացնում ենք գործողություն հասկանանք, ավականիով հավաքվել եք, ինչ եք քննարկում, որ հարցը, որ վարչական շրջանում եք որոշել կամ դեռևս միմյանց հետ քաղաքական քննարկումների բանի մեջ մտել, որ ինչ-որ այդ վարչական շրջանում մի հատ չգիտեմ ինչ սարքեք կամ եսիմ ինչ քանդեք։ Քիչ ենք տեսնում Թող այդ կռիվը լիներ առանց այդ հայոյանքների։ Բանի համար, որ պիտի օրինակ Մալացիայում 174 դպրոցի դիմացի հսկայական դաշտի հարցը լուծի հոգուտ երեխաների, այդ երեխեքը ծնվել, մեծացել, գնացել են բանակ, եկել են, կեսը չեն եկել։ Դեռ այդտեղ փոշի է հենց կամիա լինում։ Կամ չգիտեմ, այն մեկն էլ ասի, չէ, Մալացիա Սեբաստիայինը չէ, եկեք Երևանի վարչական շրջանի ես ինչ բանը պիտի անենք, այն մյուսները, մենք կարող ենք սաց դիսկուրս լսել։ Դուք եք լեգիտիմ, դուրս են եկել, ասում են դուք 10% եք ձեն հավաքել, այսօր եք խոսում, ինչից եք խոսում, բա դուք քանի տոկոս եք հավաքել։ Դուք չլինելով կամ լինելով մի ասեղի գնդիկի չափ եկել եք, ինչից եք խոսում։ Այս են պատմությունն է, էլի, որ կույրը
ճպրոտին ծաղրում է, էլի։ Կարճ դադար մեր եթերում։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ։ Դարձյալ քաղաքի մասին։ Երևանի Ամիրյան փողոցը անվանակոչվել է Պակ Թագավորի անունով, որոշումը կայացվել է Երևանի ավականում այսօրվա նիստում։ Հիմա ես շատ ուրախ եմ այս կապակցությամբ, շատ երջանիկ եմ այս կապակցությամբ։ Միակ հրապարակումը 3, որ ես արել եմ, եղել է նրա մասին, որ իհարկե շատ լավ է, որ Պապ Թագավորի փողոց ունենք վերջապես, լավ կլիներ օրինակ Խանջան փողոցը անվանակոչվեր Պապով, իսկ Ամիրյանը Վռամշապուհի անունով դարձյալ վերականգնվեր, Մաշտոցի պողոտայի հետ հատվելու տրամաբանության շրջանակներում, որովհետև տարրերը այդպես են ստեղծվել, արքան պատվիրել, ասենք դա եղել է, եթե ասես համառոտ էլի, ասենք ոնց որ պետ պատվեր էլի, ասենք, հասկանում եք, իհարկե որևիցե մեկի գործառույթը դրանից չի դժում, երբ որ սենց ենք ձևակերպում, ուղղակի ժամանակակից ձևով ենք դարձնում։ Այնուամենայնիվ, երևի էլի բաներ հաշվի առել են, չգիտեմ, ամեն դեպքում Ամիրյան փողոցը վերջապես Ամիրյան հասկացողությունը դուրս եկավ։ Ամիրյան մի բոլշևիկ, ով հազարավոր, հարյուրավոր առնվազն նվիրյալ հայրենասեր հայ մարդկանց գնդակարելու, սիբիրներ աքսորելու պատճառը հանդիսացել։ Ու այդ անունը մինչև հիմա գոյություն ուներ մեր իրականության մեջ։ Բա այ հին բոլշևիկներ նոր հագուստով, որ հայտնվել եք ավականիում, բա դուք ձեզ հարց չեք տվել, բայց ձեր շեֆերի, այսինքն նախկինների ժամանակ, ինչի են տես Պինդ Ամիրյան անունը պահում, իմիջայլոց այս ամեն ինչում, ես կներեք, համեստ չեմ գտնվի, ու մի փոքր անհամեստություն կանեմ, մեր հիմնական հետևորդներն էլ, դիտորդներն էլ, շատ լավ կհիշեն, թե քանի անգամ եմ, ես այս փողոցի, կոնկրետ Ամիրյան փողոցի մասով խոսել, որ պիտի անվանակոչվի, չի կարա մնա, Ամիրյանն էլ, Խանջյանն էլ, չգիտեմ, Սովետաշեն, Մովետաշեն, պետք է վերանվանվեն բոլորը, և երեկվա հաղորդման տրամաբանությունից եթե բխեցնենք, այո, այս ամեն ինչը լեզվամտածողության խնդիր է, և եթե անցյալ շաբաթվա հաղորդումներից մեկի տրամաբանությունից բխեցնենք, երբ որ Ալեն Սիմոնյանն ասում է, ամեն համայնք մտնելուց առնվազն օրենքի ուժով պիտի դրոշ լինի, եթե չեն ֆայմում համայնքի ղեկավարները դնեն այդ դրոշը, ամենուր պիտի լինեն մեր դրոշները, ամենուր, մեր դուրս եկեք, Հայաստանից դուրս եկեք, մետ աշխարհ պտտվեք, տեսեք ոնց են, դու աշխարհ չէ, ուրիշ վաղտ Ալիև եք, Սիտոմ ադրբեջանցի եք մեջ բերում, մետ տեսեք ոնց են վերաբերվում իրենց դրոշին, չկա երկիր, եվրոպական, որտեղ որ դու գնաս, հետ գաս այդ դրոշի գույները անգիր չհիշես, ամեն քայլափոխին տեսնելու ես, այսքան, տարբեր վայրերում, տարբեր չափսերի, իր տան վրա, պատուհանից, նավակի վրա, հեծանիվի վրա, ամեն ինչը իրենց դրոշով են անում, մեզ մոտ պիտի օրենքի ուժով դրես, որ ֆայմեն մետ դրոշ տնգեն, իմիջայլոց, երեք որ ուղղության վրա է գնում, որ աչքովս ընկավ, եթե չեմ սխալվում դեպի Գառնի էի գնում, չեմ իշում Գառնի մտնելուց էր, որ կար, թե դրանից ավելի առաջ, շատ սիրուն անայվում, շքեղ, գեղեցիկ, և իհարկե պետք է ուշադիր լինել մշտապես խնամել, դուրս էին եկել, դիմադրության շարժում էին անում, ամեն խաչմերուկին Արցախի դրոշ էին տնկում, հետո անտեր թողեցին գնացին, ոնց որ Արցախն են մշտապես անտեր թողել գնացել, տենց էլ Արցախի դրոշը անտեր թողեցին գնացին, ամեն խաչմերուկում խփած, Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դրոշներ անհրաժեշտությունը չկա, որ լինի, թե ձեռնտու չի, որ ազգային գաղափարախոսությունը իսկապես ճիշտ հարթության վրա լինի, պետք է սին չգիտեմ ինչերի մեջ լինի, որ կառավարվի դրսի կողմից, չէ,
Հանկարծ բոլորը ինչ որ բաներ են հիշել։ Նայում ես բան են անում։ Մա չգիտեմ, մեծ հայքի քարտեզ են սարքել, սկզբում բաժանում են, հավես էր, ես նայում եմ, հասկանում եմ ուրա տանելու դա։ Սա է իմ քարտեզը բան, այս բանն է, լավ դե մի պատմականորեն դες քարտեզել ենք ունեցել, մարդը կարա կրի, ուզում է կրի, թող կրի, ոչինչ, շատ բան չկա։ Մեկ էլ պարզվում է առհասարակ, ուր են ասես, ստորագրա հավաք ենք անում։ Հետո մի հատ էլ արդեն խոսույթ ձևավորվեց, իսկական հայերի քարտեզա է սա, մնացածը թուրքերի կա։ Հələ լսեք, իսկական հայեր, ճակերտավոր, նախընտրական բնորոշումներ տալուց մի քիչ զգուշ եղեք ու մի հատ ձեր ծնողներին հարցրեք, կարելի է կարող է այդքան տեղը չեն հասրել դասիրակեն, էլի։ Այդքան տեղը չի ստացվել, աչքաթող են արել։ Մի հատ հարցրեք, ասա ծնող կարելի է ընդհանրական հանրության որոշակի շերտի ընդհանրական վիրավորել։ Որ մենք իմանանք ում ենք մեղադրում ես խոսք ու զրույցի շրջանակներում։ Հիմել, հա, ընդ ասի լավ, հələ տեսնեմ մինչև ուր է գնում։ Նայում եմ Արշակ Կարապետյան, Պաշտպանության նախարար, վարչապետին սխալ բան զեկուցած Հայաստանի Հանրապետությունից փախած քրեական բանով հետապնդման մեջ է, ով հիմա բլոգեր է դարել Մոսկվայում, բա Չինաստանում չի նստելու կամ բանում, լոզում Մոսկվայում։ Չգիտեմ, ընդեղից հրահանգներ է տալիս ինչ, հետո նայում եմ Բագրատ Գալստանյան, Սև շորով։ Հետո նայում եմ այսօր Քրիստինա Վարդանյան, ես կարող եմ, ու քանի որ ձևակերպումները գալիս է այլի ես հայ ու թուրքի թեմային, ես ասում եմ, ամենասկզբից շատ նորմալ է վերաբերվում, որովհետև մեծ հայքի քարտեզն է, դա իրականություն է եղել, դա մեր պատմական իրականություն է, պատմական փաստ է, դու կարող ես կարել ոնց ուզում ես։ Բայց երբ որ սա դուք տանում եք արդեն ինչ-որ քաղաքական բաների, կարող եմ ես ձեզ մի երկու հատ հարց տալ։ Նախ որտեղ է բա փոքր հայքը, ում հանձնեցիք այդ ընթացքում, ինչու մեծ հայքը, բա փոքր հայքը, ինքնակամ ում հանձնեցիք փոքր հայքը, սա մեկ, դուք հողատու եք, Եվ երկրորդ, ես ճիշտ եմ հասկանում, որ դուք չեք ճանաչում Հայաստանի Հանրապետությունն ու նրա սահմանները։ Չէ, ես գիտեմ, որ ես ճիշտ եմ հասկանում։ Ու թե ինչու եմ այդպես հասկանում, դա գալիս է թվարկածս անձանց որոշ գործողություններից։ Ասենք այդ հայքի թեման Արշակ Կարապետյանը երբ որ բերել էր բանում ոսկե պարի կողմերը ռուսական փոքր բազա էր դրել ինքնագլուխ ձևով կողքն էլ խաչքար էր տնգծրել իբր տենց թույն բան ա մտածել որ ոչ ոք չհասկանա Ատեղ էր պրծնում մեծ հայքի սահմանը Ռուսական բազայով Այդ մեծ հայքին էլ է մեծ աղբեր պետք լինելու Դա էլ պիտի Ռուսաստանը փրկի իր հետ լավանցնենք հարաբերությունները որ մեծ հայքը հետ բերենք Բայց միևնույնն է իմ ամենագլխավոր հարցը մնում է դա Դուք Ճիշտ եմ հասկանում, որ չեք ճանաչում Հայաստանի Հանրապետության սահման, որովհետև դուք չեք ներկայացնում արդեն որպես պատմական բազ դա։ Դա ներկայացնում եք պահանջատիրություն, դա ներկայացնում եք ինչ-որ ստորագրա հավաքներ եք անում, արդեն քաղաքական պատկերացում որպես բան, լավ ռեկլամ եք անում։ Ես անգամ տեսնում եմ, որ դուք դա վաղուց եք բանարած եղել, մտածած եղել, ֆինանսավորող չի եղել, չեն ֆայմել։ Ну, Սամվել Կարապետյանը ասես, չէ, որ իրենք սխալվել են, կարծել են, թե կհաղթեն, բայց չեն հաղթել։ Ու այն ժամանակ չեն ուզեցել ֆինանսավորեն երևի, որ դուք այդ մեդալյոններից տպեք փող աշխատեք, հետո հասկացել են արդեն ուշ է, որպեսզի
ԿՊ-ի առաջարկած Հայաստանի Հանրապետության քարտեզին հակադրելու բան ունենաք, այդ պետք է անեիք։ Հիմա ուշացել եք, բայց ասում եք ոչինչ որ ուշացել ենք, էսի sense պլան B-ի մասնիկ որպես թող մնա այստեղ։ Սա է կարող, պարզա չէ, քաղաքացուն հարցնես ասես բանը կուզեք որ ընդունում եք որ սա է Հայաստանը, սա է մեր հայրենիքը, մեր իրական, սա բանը նայելու ասի, հա բա։ Հենց այստեղ է մանիպուլյացիան, անել ամեն ինչ քո սրտով իրենց օգտին։ Այստեղ դրանում է կայանում մանիպուլյացիայի գործառույթը։ Շահարկել են բաները, որոնք որ կլինեն քո սրտով, ակտիվացնել են մտածողությունը, որը որ ինչ որ չափով պարունակվում է քո ուղեղի մեջ, ու այդ ամեն ինչը կատարել իրենց օգտին։ Այն աչքներովս ընկավ տեսանք բանը Շանգրիլան լիցենզիայի ուժը կորցած ճանաչելու մասին բանը դրած է Հայաստանի Հանրապետության նախարարի հրամանը տեղադրած է։ Ահա թե ինչումն էր Ծառուկյանի կռիվը։ Բա չէ, Ծառուկյանը դուրս էր եկել հայրենիք էր տենչում։ Իհարկե։ Անգամ պատրաստակամություն հայտնես Լուկաշենկոին հրապարակային արդարացնի, միայն թե պահի ունեցվածքը։ Եվ որպեսի պահի ունեցվածքը ինչ պիտի անի։ Պիտի ասի ժողովուրդ եկեք օգնեք ես պահեմ ունեցվածքս, ոչ, ժողովուրդ չեք պատկերացնի, քանդում են երկիրը, այս է լինելու կոչը։ Ու բոլորն են այսպես, բոլորն են այդ հարցերի շրջանակներում հայրենիքի ցավով սկսել տառապել։ Ու այ հենց անդիմադիրների էլեկտորատի մի հատվածի բանը հիասթափությունը հենց սրանում է կայանում։ Որոշները ոնց որ սկսում են հասկանալ։ Իհարկե ատելությունը իրանց մոտից չի ելնում, այն արհեստական դրած ատելությունը։ Բայց իրանք սկսում են հասկանալ, որպես ոնց որ ստեղել են չէր։ Մի 60 տարի էլ ձգեք, տենց քիչ-քիչ կհասկանաք։ Էլ ինչերը տենց չէր։ Թերթում եմ։ Մեկ էլ աչքովս ընկավ Արմատ մեդիայից էի դե, չէ՞, խոսացել երեք մի երկու բառով։ Աչքովս ընկավ 39 միլիոն դրամաշնոր ստացած Աշոտ Մելիքյանին իրազեկենք մեր խմբագրությունը մի տեղ է, որտեղ զբաղվում ենք բացառապես լրագրությամբ, Արմատ մեդիա։ Բացառապես լրագրությամբ են զբաղվում Արմատ մեդիայում, դրա համար էլ իզնից ինտերվյու վերցրեցին Հովանավանքում, կեսը դրին, կեսը պրտին տապին, որ իրանց ուզածը շատ, իրանց պատկերացումները շատ ախմախություն չթվան, բացի հետ էլ Սամվել Կարապետյանի բանն է, իրանց անձնական օգտագործման մեդիան է, ու իրանց արևին որոշել են սենսացիա, էլի 39 միլիոն դրամաշնոր ստացած Աշոտ Մելիքյանը։ Իբր Աշոտ Մելիքյանը հիմա որ սենց խոսում է, դա նրանից է, որ ինքը 39 միլիոն դրամաշնոր է ստացել։ Բայց մի հատ նյութը ընթերցեմ ժողովուրդ ջան, ու միտքը շարունակենք։ Արմատ մեդիան հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է։ Սա Ազատ News TV-ն է հրապարակել։ Լրագրողների իրավունքները եւ առհասարակ խոսքի ազատությունը պաշտպանելու համար շուրջ 39 միլիոն դրամաշնոր ստացած ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանին իրազեկենք մեր խմբագրությունը մի տեղ է, որտեղ մենք զբաղվել եւ հիմա էլ սահմանափակված ռեսուրսներով զբաղվում ենք բացառապես լրատվական գործունեությամբ։ Հիշեցնենք, որ հունիսի 5-ին իրավապահները ներխուժել էին Արմատ մեդիայի խմբագրություն, խոչընդոտել լրագրողների աշխատանքը ու արգրավել գույքը։ Այսինքն մեդիան է, որ ասում են մենք բանը փակվել են, բայց լրագրողը վարչապետի ճեպազրույցին է, էլի մասնակցում չի դեսվում։ Հիմա ստեղի մոտ մի հատ հարց է առաջանում Արմատ մեդիային։ Ես հասկանում եմ, որ 39 միլիոն դրամաշնորհը շեշտվում է, որ հույս ունենալով, որ մարդիկ չեն հասկանում հասարակական գործունեությունը, մյուսը կամ
Մի խոսքով ու այդտեղ կարող եք դուք սև այսպես ձեր արևին բան էլի սփռել, բայց մի բան հարցնեմ, նայեք, եթե 39 միլիոն դրամաշնոր է ստացել ԽԱՊԿ բանը նախագահ Աշոտ Մելիքյանը ու դրա մասին դուք հրապարակային աղբյուրներից տեղեկացել եք, ուրեմն դա իմ կարծիքով օրենքի սահմաններում է, հրապարակային բանը դուք դա վերցրել, կոպի-պես տեղադրել եք, մի քիչ ձևակերպում եք փոխել ու ձեր արևին գործ եք անում, բացառապես լրագրողությամբ եք զբաղվում, բա կարող ենք մենք հանրությունը հրապարակային ձևով տեղեկանա, օրինակ Արմատ Մեդիան այնտեղ ինչ ֆինանսական հոսքեր են գնում, որտեղից են գնում, որքան են գնում, Մատ կարող եք ձեզնից խոսել, այս մարդուն անուն եք դնում, մարդը իր գործունեության արդյունքում ծրագրեր ներկայացնելով հասել է դրան, վստահաբար լավ արել ժամանակի, որ հիմա ավելի լավի համար է ֆինանսավորվում, այդ ֆինանսը գրպանը չի դնելու, դեռ աշխատանքներ ունի անելու, դե տակրել մի քիչ կմնա, բա աշխատում է, նա հրապարակային դրած է, դուք ստեղ գաղտնիք չեք բացահայտում, գրում եք, որ 39 միլիոն դրամաշնոր է ստացել, այո, այս մարդը չի ասում չեմ ստացել, ու ես չգիտեմ 39-նա թե հերթական անգամ չափազանցում եք այնուամենայնիվ, բայց մի տարուց ավել ասում ենք Արմատ Մեդիան ով է ֆինանսավորում, դուք գիտեք, որ դուք ունեք պարտավորություն ցուցադրելու ձեր ֆինանսական հոսքերը, պարտավոր եք, որ ովքեր են ձեզ վճարում, ինչքան են վճարում, չեմ ասում ամեն անձին ինչքան են վճարում, այդ ձեր նեղ աշխատանքային փոքրիկ գաղտնիքը թող լինի, ինձ դա քիչ է հուզում, բայց Արմատ Մեդիան լրատվական դաշտում կեղտոտ խաղեր է տալիս, այ հենց այդ կասկածանքով էլ հիմա ստուգումներ են ընդեղ, այն որ արգրաված է գույքի մի մասը, դրա համար արգրաված, եթե տեղյակ չեք, ասեմ, Ալիկ Ալեքսանյանի գործի հետ կապված նաև, ու դուք դա չեք հանրայնացնում, բայց բոլորին է տեսնում ու հանրայնացնում եք, ոնց հասկանանք սա, ինչի համար է դա այդպես, և առհասարակ լրատվական կայքերը, բաները, պատրաստվում են ինչ-որ մի օր հաշվետվություն ներկայացնել, որպեսզի հասարակության վստահությունը իրենց հանդեպ վերականգնեն, թե սենց լավ է, և առհասարակ իրավապահները պատրաստվում են սկսել այս ուղղությամբ պահանջներ ներկայացնել, պարտադրել, քայլերի դիմել, թե ոչ, սրանց եթե մարդը նստի, մենակ սրանց լսի, մի շաբաթից կդառնա բան, տերորիստ, կասիր սյո, ամեն ինչ վարյագնում, ես դուք գնում եմ փրկեմ, հետո այդ խեղճ մարդուն կբռնեք տերորիստ մի հոդվածով կփագեք, այսինքն դուք խնդիրը չեք վերացնում, տեղից այս ամեն ինչի զոհ դարձածներին վերցում մի հատ էլ փագում եք, բայց տերորիստ դարձնողներին թողնում եք, սենց ինչ ուզեն խոսեն, գրեն, բան անեն, բառացիորեն ինչ ուզենի մեջ մտնում է նաև թշնաման քարուցեն, ասում եմ, հենց հիմա Ազատության հրապարակում մարդիկ նստած, մերժում են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, մերժում են, հենց հիմա Ազատության հրապարակում նստած, մենք նման դեպքերի մասին մի բան չունենք, գիտեք ինչի չունենք, որովհետև 30 տարուց ավել մենք պետություն չենք էլ եղել, որ այդ դասիրակությունը մտնի ու մեր քաղաքացիները 14-ը տարբեր են, պատմական մեծ հայքը իր փոքր հայքով, մյուսը և Հայաստանի Հանրապետությունը, առաջինը,
Առաջինի կործանումը կամ զավթումը բոլշևիկների կողմից։ Չէ՞ որ վերջին հաշվով երրորդ հանրապետությունը երբ որ ստեղծվեց մերժելով բոլշևիզմը, այդ կոմունիզմը, սովետական միությունը, չէ՞։ Թե չէ։ Բա որ մերժեցիք այդ ազգային գաղափարախոսությամբ եկաք, բա ինչի հետո հետնահանջ գրանցվեց։ Հա, ճիշտ է, մեր հույսներն էր, որ ռուսը հեսա կվերցնի, կտա սաղ մեզ։ Մեկ էլ աշխարհին ցույց տանք, որ մենք փառապանց ազգի տառապյալ զավակներ ենք։ Ցավալի արձանագրություններ ստացվեցին։ Բայց ինչ արած, հաղորդումն էլ մոտեցավ իր ավարտին, եթերում ազատ շփումներ կհանդիպենք։